Հայաստանի ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։ Նա հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, նախատեսվում է նաև պաշտոնակիցների համատեղ մամուլի ասուլիսը։ Վալտոնենի այցը տարածաշրջանային է, նա կմեկնի նաև Վրաստան եւ Ադրբեջան։ Մեծ Բրիտանիան վերացնում է Հայաստանին եւ Ադրբեջանի զենքի վաճառքի էմբարգոն, հայտարարել է Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին։ Նրա խոսքով այս որոշումը հնարավորություն կտա առավել զարգացնել Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընկերությունը պաշտպանության եւ անվտանգության համատեքստում։ Բացի այդ, ըստ Դաութիի, դա կլինի աջակցություն երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերին, այդ թվում այլ պետություններից եւ ոչ պետական գործիչների կողմից եկող ավանդական ու հիբրիդային սպարտալիքներին ի պատասխան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի 32-ամյա հակամարտության կարգավորումը ձեռք է բերվել 1 ժամվա ընթացքում։ Շարմ Ալ-Շեյխում Գազայի հատվածում խաղաղության հաստատմանը նվիրված գագաթնաժողովի ժամանակ նա նշել է. «Պայքարում էինք 32 տարի եւ մոտ 1 ժամվա ընթացքում հաշտվեցինք»։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի եւ Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ ճանապարհ Թրամփի ուղի ստեղծել եւ Ադրբեջանին առևտրային հասանելիություն ապահովել դեպի Նախիջևան։ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալիս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա նշել է, որ այդ որոշումը կայացրել է հոկտեմբերի 3-ին։ Ռազմիկ Մկրտչյանը հունիսի 14-ին կալանավորվել էր, նա ձերբակալվել էր Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու համար։ Նրա խափանման միջոց տնային կալանքը փոփոխվել է։ Քննչական կոմիտեից Ֆակտոր TV-ին հայտնեցին, որ Մկրտչյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք խափանման միջոցն է։ Վրաստանի իշխող վրացական երազանք կուսակցությունը երկրում թիմ ընտրություններին հաջորդած ակցիաների ֆոնին հերթական անգամ խստացնում է հանրահավաքների կանոնները։ Նոր օրենսդրական նախաձեռնության համաձայն հանրահավաքների անցկացման սահմանված կանոնների խախտումը կդառնա նաև քրեորեն պատժելի եւ կարող է հանգեցնել մինչեւ 2 տարվա ազատազրկման։ Ակցիային փակ դեմքով մասնակցելը, արցունքաբեր կամ թունավոր նյութ օգտագործելը, ճանապարհը փակելը կամ ժամանակավոր կառույցների տեղադրումը կպատժվի վարչական կալանքով մինչեւ 15 օր ժամկետով, կազմակերպիչների համար մինչեւ 20 օր, ակցիայի ժամանակ զենք, պիրոտեխնիկա կամ նմանատիպ առարկաներ պահելը մինչև 60 օր կալանք։ Հանրահավաքը դադարեցնելու մասին ՆԳՆ-ի պահանջը կատարելուց հրաժարվել է, նախատեսում է մինչև 60-օրյա կալանք։ Նման գործողությունների կրկնակի կատարումը կհանգեցնի քրեական պատասխանատվության մինչև 1 տարվա ազատազրկման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հոկտեմբերի 17-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Վերջինն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, ինչպես նաև հեռահար զենքի մատակարարումը։ ԱՄՆ նախագահը չի բացառել Ուկրաինային հեռահար տոմահավք թևավոր հրթիռների փոխանցումը։ Այնուամենայնիվ Թրամփը նշել է, որ մտադիր է պարզել, թե ինչ է անելու Ուկրաինան դրանց հետ, ինչպես նաև խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու տեղեկացնել, որ Միացյալ Նահանգները կարող է այդ հրթիռները փոխանցել Կիևին, եթե Ռուսաստանը հրաժարվի կարգավորել պատերազմը։ Հայաստանի տարածքում հոկտեմբերի 14-ից 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ից 15-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-ից 8 աստիճանով։ Երևանում նույնպես հոկտեմբերի 14-ից 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հոկտեմբերի 14-ի ցերեկը կլինի 18-ից 20, երեկոյան ժամերին 12-ից 14 աստիճան տաքություն։